Նկարագրեք, թե ինչ GPU-ա պետք, ինչքան CPU-ա պետք։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը ներկայացնում է դեկտեմբերի 29-ից սկսած ինչպես դիմել արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրին, որն իրականացվում է արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շրջանակներում Amazon Web Services ընկերության հետ գործակցությամբ։ Երկար անվանումով այս ծրագիրն ավելի պարզ հետևյալի մասին է։ Հետաքրքրված անձինք դիմում են ու ներկայացնում, թե ինչ են ցանկանում ստեղծել արհեստական բանականության ոլորտում։ Նաև նշում են, թե ինչ են ցանկանում ստանալ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներից։ Դրանք են CPU-ն, GPU-ն, օպերատիվ հիշողությունը եւ տվյալների պահուստավորման տիրույթը։ Այս բոլորը օգտագործվում են մեզ հայտնի համակարգիչներ, խաղեր, հեռախոսներ, ֆիլմեր ստեղծելիս։ Հենց սրանց համար էլ նախատեսվում է պետական աջակցությունը։ Դրանք, որոնք որ կբավարարվեն, կստանան հաշվողական ռեսուրսի հասանելիություն, GPU-ներ, որը որ իրենց ծախսը 100% պետությունը կսուբսիդավորի։ Այս ամենը տրամադրելու է Amazon Web Services ընկերությունը, որի հետ նախարարությունը կնքում է սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագիր։ Թե ովքեր կընտրվեն, կորոշեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Amazon Web Service-ը, Mistral AI-ը եւ Plug and Play-ը։ Իսկ ովքեր կարող են դիմել։ Գործարկվել է ai.gov.am հարթակը, որտեղ կարելի է մտնել եւ դիմել, փաստացի սա աջակցություն է ոլորտի ընկերություններին։ Այս փուլում մենք որոշել ենք, որ հասանելի դարձնենք դիմողներին, որ լինեն գործող ուսանողներ, առաջ, երկրորդ, երրորդ կարգին սովորող ուսանողներ, բակալավր, մագիստրատուրա եւ ասպիրանտները կարող են դիմել եւ իրավաբանական այն ընկերությունները, որոնք որ 5-ից 100 աշխատակից ունեն։ Դիմել ցանկացողները արդեն իսկ կան, նկատում են, առանց այս օգնության հատկապես սկսնակների համար շատ դժվար կլինի։ Կարող է սկզբի համար նրանք մատչելի թվան, բայց բավականին թանկարժեք հաճույք է, նույնիսկ կարող եմ ասել հաճույք է դա, հատկապես Amazon-ի հզորություններից օգտվելը։ Ծրագրին ցանկանում ենք դիմել, ունենք մեր գաղափարները ու այդ գաղափարները իրակոչելու համար բավականին դժվար է քո սեփական միջոցներով, քո սեփական ռեսուրսներով հասցնել տեղ ու ոնց որ սա մի հատ լավ հնարավորություն է նորաստեղծ մտքերի համար, նոր ստարտափների համար, որ կարող են գալ ստանալ այն փոքրիկ սկզբնական ռեսուրսները, որով կարելի է սկսել ինչ-որ բան, հետո մոնետիզացնել ինչ-որ ձև եւ ոնց որ զարգացնել ապրանքը։ Ծրագիրը փորձնական է, 1 տարվա համար կառավարությունը տրամադրել է 400 միլիոն դրամ։ Դիմումների ընդունումից, դիտարկումից ու ընտրությունից հետո արդեն մայիսին ռեսուրսները հասանելի կլինեն։ Նախարարության ներկայացուցիչն ընդգծում է, ցանկանում են աջակցել հատկապես սկսնակ ընկերություններին։ Էմմա Վարդանյան, Արման Թովմասյան, լուրեր։